Նիհաո, ես Դավիթն եմ, բարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ, այսօր խոսալու ենք բավական պոպուլյար բյուջետային էլեկտրոմոբիլների մասին, $18000 պլյուս-մինուս բյուջեի մեջ, ամենատարածված, ամենաշատ վաճառվող էլեկտրոմոբիլներն են, օրինակ BYD Sigul-ը արդեն աշխարհում մենք վաճառվել է մինչև այս պահը, թողարկման օրվանից մինչև այս պահը վաճառվել է 1 միլիոն օրինակով, ինչը բացարձակ ռեկորդ է։ Ուրեմն այս գնային սեգմենտում էլ է շատ հեշտ սխալվելը, որտեվ կան շատ լավ առաջարկներ, կան շատ վատ առաջարկներ, կոնկրետ գծոցի, հենց BYD կողմից։ Մի խոսքով այսօր հիմա մենք քննարկենք այս կարևորագույն թեման, որովհետև գնողների մեծ մասը գնում են մեքենա հենց այս բյուջետային սեգմենտից $18000 շուրջ մինչև 20000, ու մենք հիմա կոնկրետ 18-ի շուրջ խոսանք, 18.5, 17.5, նու Sigul-ն էլ մի ձև մտցնենք, մի քիչ խարդախություն անենք, հիմա այդ ավտոն լավն է ու էժան է։ Հիմա ինչ անեմ։ Չեմ կարող թանկ ծախեմ։ Ասենք 10600 արժի ընդամենը իմ մոտ, եթե դիմեք պատվերով Չինաստանից, WhatsApp Viber։ Մի խոսքով որպես բացառություն Sigul-ն է մտցնենք, բայց ինքը 16600 է, էժան է ու լավն է։ Ուրեմն այս գնային սեգմենտում, հա, մեկ է մինչև սկսելը ուզում ներողություն խնդրեմ հարգարժան BYD-ի ստեղծողից, տնօրենից, Ցարիբոգից, հարգարժան Վան Չուանֆուից, որտեվ իր ազգանունը ես անցած հաղորդման ընթացքում անպայման խնդրում եմ դիտեք այս գժական Yuan Plus Rest-ի մասին։ Ես այդ մարդու ազգանունը շփոթել էի, սխալվել էի ու ասում էի մի 10 անգամ ասել եմ Ֆուանչու, այլ ոչ թե Չուանֆու, հազար ներողություն կներեք։ Ուրեմն այս գնային սեգմենտում այս 18000 պլյուս-մինուսի մեջ կան հետևյալ մեքենաները։ BYD Yuan Up Leading նու Vitality-ն է կա, բայց աղբորպես այդ Vitality-ից յան տվեք, դա խեղկատակություն է։ Ընդհանրապես Leading-ը արժի 177 դիահուժանոց ոնց որ պետք է լինի, տեղին մեքենա է գժական, արժի ընդհանրապես $18000, նու իմ մոտ վերջնական արժեքը Գյումրիում, իսկ Vitality-ն արժի $17000, ընդհանրապես 1000-ով է էժան, բայց ասենք թուրիմացություն է այդ ավտոն, հանգարց չգնեք, չխափնվեք այդ 1000 էժանին, որովհետև ինքը 95 դիահուժ է, ժողովուրդ, այդ նույն մեքենան է, այդ նույն քաղաքային crossover-ն է, բայց ասենք hatchback-ի դիահուժի է, մի խոսքով այդ 95-ը, ասենք կոնկրետ քիչ է, կոնկրետ աչք մտնող մինուս է, ձեր անվտանգության վրա ազդող մինուս է, ձմեռը դուք այդ ավտոյի խնդիր եք ունենալու հաստատ, ասենք խնդալու բան է 95-ը, խնդրում եմ ձեզ Vitality Edition-ը հանգարց չգնեք, այդ աբսուրդ է, հատկապես մեր, հա, Չինաստանում կարող է 60-ի տակ երթևեկող իդեալական ճանապարհներով ձմեռ չտեստած ռեգիոններում, հա, նորմալ է 95-ը, բայց մեր սարեր, ձորեր, ամառ, ձմեռ, սառույց եւ այլ, այդ 95-ը կարող ձեր գլուխը ուտեք աղբորպես յան տվեք այդ 95-ից։ Մոռացեք Vitality Edition-ի մասին, ավելի լավ է կամ 18-ով Leading 177 դիահուժանոց կամ ուրիշ բան։ Հեսա ուրիշ բաները նորից հեսա այս հոլովակում կներկայացնեմ։ Ուրեմն Yuan Up-ը sense 18000-ով նու BYD Sigul-ը մի հատ մեծ հոլովակ ունենք, խնդրում եմ նայեք, ինչ որ շատ քիչ է view-երը, գժականը ստացվել է մանրամասն 16600 ընդամենը գժական ավտոյա, գին որակով էլի հաղթում է համարյա բոլորին։ Բացի Geely ջերմից, ասենք դրան կանդադառնանք։ Ուրեմն Sigul-ն է, նու այս տոպի մեջ չի մտնում, բայց դա նկատի ունեցեք, էլի լավ մեքենա է։ Հետո ուրեմն գալիս է E2-ը, BYD E2-ը, տխրահռչակ է, Չ-կլաս մեքենան, խնդրում եմ բարողներ չնեղանան, բայց սա մենք անում ենք ապագա գնորդների համար, որ իրանք չսխալվեն, ու եթե ընտրան E2, նրանք մի ուրիշ տիպի կսխալվեն ու իրանց փողը կտան քամուն, որտեվ այդ գումարով այդ շատ թանկ է այդ ավտոն հասկանում եք, ինքը կներ լավ մեքենա, եթե արժանար 15500, Sigul-ից էժան։ Բայց ինքը արժի 17500 կամ 17700։ Հա, 177 կարծեմ։ Աբսուրդային թանկ է, հասկանում եք, այդ մեքենայի, այդ աղքատիկ ընդամենը 2 անվտանգության բարձիկով Sigul-ը 6 է։ Ինչը կարևոր բան է։ Բացի անվտանգության բարձիկներից, ընդամենը 95 դիահուժ է։ Ընդամենը քիչ է դիահուժերը էլի։ Ասենք մի խոսքով ամենաաղքատ 360 կամերա չունի, ամենաաղքատ, ամենաթույլ հզորության, ամենաքիչ անվտանգությամբ մեքենան է ու $17700 BYD-ը ստեղծում է ձեզ։ Հարգարժան Վան Չուանֆուջան, խնդրում եմ այս E2-ը վերանայեք կամ գինը կամ կոմպլեկտացիան դարձնեք մարդավարի մեքենա, գոնե ասենք մի 105 դիահուժ, գոնե 4 անվտանգության բարձիկ, գոնե 4, էլի, որովհետև մնացածների մոտ 6 է։ Սա վտտանեմ։ Sigul-ի մոտ 6 է, Yuan Up-ի մոտ 6 է, Geely Ջերմի Exploration-ը 6 է, Nam-ին 6 է, հեսա որ կանդադառնանք Honda-ին 6 է։ Մի խոսքով այս E2-ը թուրիմացություն է այդ գնով, հանգարց չառնեք։ Մոռացեք երկուսի գոյության մասին, ինքը ամենավատ մեքենան է, ամենավատ ընտրությունը այս
18000-ի մեջ, որովհետև ընդամենը $200, $300 ավել տալով դուք գնում եք UI app leading, գժական քաղաքային crossover 107 դիաուժ, ոչ թե 95 6 անվտանգության բարձիկ, 360 կամերա, մի խոսքով full գժական մեքենա եք ունենում, ընդամենը $300 ավել տալով։ Հիմա որ մի բանականությամբ օգտված մարդը կգնա 10700-ով i2 կառնի, որը որ ոչ մի բան չունի, hatchback այն ինչ-որ փախած 95 դիաուժանոց, $300 ավել տալով կունենա UI app գժական քաղաքային crossover, անվտանգ, հզոր գրեք մեկնաբանություններում։ Դուք որը կընտրեիք։ Հաջորդը մեր տոպում Geely Geomi Exploration-ն է, որը որ ես առաջին եմ բերել Հայաստան, ահա խնդրեմ ես իմ ռոլիկում, բազայում չկար, իդեպ էս ռոլիկի մեջի Toyota 3X-ը նույնպես ես առաջինն եմ բերել Հայաստան, որովհետև այդ երկու մեքենաները այդ օրը ոստիկանությունում բազայում չկային, մենք սպասեցինք մինչև որ իրանք մտցնեն բազա, թե Toyota 3X-ը, թե Geely Geomi-ն։ Geely Geomi-ն ուրեմն full-ից միացած տարբերակն է, full-ն է 19000, full-ից միացածը Exploration-ը, ոչ պլյուսը 17800, էլի։ UI app-ի գնի պլյուս մինուս 200 լեժան։ I2-ի գնի։ I2-ի գնի Ժողջան, ուրեմն այս Geely Geomi Exploration-ը մի հատ գժական բոմբ մեքենա է, իրոք շատ լավն է։ Ես այդ ավտոն վարեցի, հեսա review-ը այս գալիք ամիս կլինի մանրամասն։ Ուրեմն I2-ին ցբխում է պատերով, սենց ուղակի սենց այսպես ուղակի ցբխում է պատերով։ Ու նույնիսկ Սիգուլին էլ է ցբխում պատերով, որովհետև այդ մեքենան այդ գնով, ասենք շատ լավն է։ Ինչու է լավը։ Ոչ թե արտաքին տեսքն է սիրուն, դա ինքն սուբյեկտիվ մոմենտ է։ Ինքը լավն է այն առումով, հա արտաքինն է շատ գեղեցիկ, Սիգուլից գեղեցիկ է իմ գնահատմամբ։ I2-ից մի քանի անգամ է գեղեցիկ իմ գնահատմամբ, բայց դե հարցը այդ չի, դե հարցը նա, որ այս մեքենան նախ այս գնով առաջարկում է 116 դիաուժ, այլ ոչ թե 95, ոնց որ I2-ն է կամ Սիգուլն է, ու Սիգուլը ներելի է, որովհետև 16 ու 6 ընդամենը։ Բայց ի տարբերություն 2-ի 16 116 դիաուժը ամենակարևոր մեծ աչք մտնող պլյուսը ինքը հետևի քարշակա։ Այս ավտոյի ամենամեծ պլյուսը հերիք չի հետևի քարշակա, որտեղ մնացած բոլորը դիմացի են, այս իմ տոպի մեջ։ Հունցին նույնպես։ Իսկ ինչպես դուք գիտեք, էլեկտրոմոբիլի պարագայում ճիշտ է հետևի քարշակն է, որտեղ ծանրությունը մեքենայի ոչ թե դիմացն է, ոնց որ բենզինային մոտը, այլ ներքևում է։ Ու դիմացի քարշակը ավտոյի դեմը sense խաղցնում է լյուբոյ ավտո։ Իմ ավտոն կլինի UI app, կլինի Song Plus, կլինի ինչ ուզում լինի։ Դիմացի քարշակ ավտոն հատկապես crossover, ոչ sedan։ Դեմը խաղցնելու, դեմը օդ բարձրացնելու այդ հիվանդությունը ունի։ Ուրեմն այս Geely Geomi-ն հերիք չի հետևի քարշակը, ավելի կառավարելի, ավելի հզոր։ Մի հատ էլ ինքը ոչ թե տորսիոնային է, ոնց որ այս մեր տոպի հիմնական մասնակիցները, թե I2, թե Sigul, թե UI app, թե Nami Dongfeng-ի հեսական դառնանք, այլ երկլծականի է։ Ինքը ռիչագների վրա է, անկախ, ոչ թե երկաթից բալկա է 90-ականից թվակողած Նիվանոյի մոտ դրվող։ Այս ավտոն մենակ այդ դրա համար, որ հետևի քարշակա ու երկլծականի կախոցա, փափուկ։ Մի խոսքով գժական մեքենա է, միանշանակ արժի գնել 17800-ով, այսպես գինա, ինքն էլ գեղեցիկ է, նորավոճ է, էլի հագեցված է, նու հա full կոմպլեկտացիան չի, բայց զատո նստատեղերը տաքացվում են։ Full-ը չի, բայց էսի միակ ավտոն է այս տոպի մեջ, որ ունի տաքացվող նստատեղեր։ Ու էլ 360 կամերա, մի խոսքով մանրամասն review-ն որ լինի անպայման կտեղադրեմ։ Ուրեմն հաջորդ մեքենան Dongfeng-ի Nami-ն է, որը որ Երևանում արդեն մի հատիկ տեսել եմ, բավական գեղեցիկ է, նորավոճ է, էլի շատ թարմ, շատ նու արտակնապես հավաքային հավանել եմ, ու ինքը նորից ամենաֆուլ կոմպլեկտացիան է։ Ու այս իմ ներկայացված տոպի մեջ ինքը ամենաֆուլն է այս գնով 18000-ով 430 max-ը, էլի 430 կմ գնացողը։ Բայց մի հատ մեծ մինուս ունի, էլի երկու անվտանգության բարձիկ է I2-ի պես։ Եթե էդի չլներ, մնացած առումներով ինքը էլի շատ լավ մեքենա է, հագեցված, հնարավորինս մի խոսքով արժի է այդ գնին, նու այդ անվտանգության պահը երկու բարձիկ մի քիչ խնդրահարույց է։ Ու վերջի մեքենան Երևանում ամեն քայլափոխում հանդիպող, Երևանը գրաված, շնաձուկի տեսք ունեցող, ակուլը մոլոտից 1-ից 1 կոպի արած, էլի գեղեցիկ է, լրիվ մարսկոյի այդ ծովային թեմատիկայի մեջ, հոնք չի կամ ավելի ճիշտ հունցի, ոնց չինացիները ասացին, ճիշտը հունցի ասելն է, ոչ թե հոնք չի։ Այդ մեքենան է, էլի բավական լավն է, այդ գնի համար։ Հա, ինքը զիջում է լիքը ավտոներին, բայց եթե հաշվի առնենք այդ գինը, ինքը գին որակով էլի հաղթում է բոլորին, սեդանի, ինքը դե սեդան արդեն, սեդանի բանի սեգմենտում, որովհետև ինքը նախ
տոպային բազմալեզականի կախոց ունի, ի տարբերություն բոլորի ես մեր տոպում։ Ոչ թե 3 լեզականի, այլ բազմալեզականի, 5 լեզականի։ Դա ամենամեծ պլյուսն է այս ավտոյի։ Մինուսները այն են, որ ինքը ստեղծված է տաքսու համար, հենց տաքսի քշելու համար ու կոմֆորտի առումով, հենց եթե հետևը գժական կոմֆորտ է, մի ուրիշ տիպի լավ, դիմացը հենց վարորդը կոմֆորտի առումով մի քիչ նեղված է։ 360 կամերա չկա, դինամիկները 4-ն են, adaptive cruise control կարծեմ չկա, ասենք էլեմենտար պատստականիկ չկա։ Մի խոսքով կոմֆորտի առումով ինքը 4 ցամաք սովորական մեքենա է, ուղղակի բանով, բատարեյկայով, то есть էլեկտրոմոբիլի այդ կայֆերը, 360 կամերա, այնտեղ YouTube, Yandex Navigator, Android, մի խոսքով այդ թեմաները, ասենք, այս ավտոյում չկան, բայց այս գնի համար ինքը բավական լավն է, որովհետև 16500 Ռողովուրդ ջան, 500 կիլոմետր գնացող է, միջին կոմպլեկտացիան Սիգուլի գնի է։ $16500 վերջնական արժեքը Գյումրիում։ Դուք ասենք սենց էժանգին, սենց լավ մեքենայի համար չկա պրոստը։ Գին որակով ինքը հաղթում է բոլորին, դրա համար բոլոր Երևանը հիմա այդ ավտոյից է։ Միջինից մի հատ ավել է 560 կիլոմետր գնացողը 17500, 2-ի գնի, 2-ից էժան, բայց 560 կիլոմետր է գնում, իսկ ինի գնում է 400։ Ու ամենաֆուլը 18500, ու հա, այս տոպի մեջ ամենաֆուլն է, բայց գնում է 610 կիլոմետր, ասենք Song-ի պես, Song Plus-ի պես։ Ասենք գին որակով հաղթում է բոլորին, ասենք, պրոստը հա աղքատիկ ավտո է, այդ կոմֆորտի տեսանկյունից։ Հենց վարորդի համար։ То есть ընտանեկան չի ինքը, էլի, ասենք, ինքը հենց տաքսի քշելու կամ ինչ-որ գործի մեջ, то есть որպես ընտանեկան ավտո, ասենք, մի քիչ խնդրահարույց է իմ տեսանկյունից, բայց էլի լիքը մարդ ընտանեկան օգտագործում։ Ուղղակի այդ գնով ընտանեկան, ասենք, ճիշտ կլինի UI up leading վերցնել, քաղաքային crossover-ը, թե ընտանեկան եք ուզում։ Շատ ավելի ճիշտ կլինի նա վերցնել 360 կամերայով, ասենք, քանց թե սա որպես սեդան 360 կամերա չունի, ընդամենը 4 դինամիկա, ոչ adaptive cruise control, ասենք, մի խոսքով շատ աղքատ է հագեցվածությունը, պատստականիկ էլ չունի։ Մի խոսքով այս տոպի մեջ Ժողովուրդ ջան, դուք կատարեք ձեր ընտրությունը, բայց խնդրում եմ ձեզ i2 հանգար չգնեք, հատկապես 17700-ով։ Absolute BYD-ն ստե գցում է բոլորին, ասենք հարգարժան Վանչուան Ֆուջան, ասենք այս հարցը պետքա մի բան անեք, որովհետև ամոթ է, ասենք, էլի, եթե դուք ունեք Սիգուլ 16600-ով, չի կարա 16600-ով ավտոն շատ ավելի լավը լինի, քան ասենք 17700-ը, ասենք, աբսուրդ է, էլի, ասենք, այնտեղ 6 բարձիկա, ստե 2 բարձիկա։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօրվա ավտոները սրանք էին։ Ախնդրեմ մի հատ նորից ծանոթացեք։ BYD Sigul, BYD E2, UI up, Dongfeng Nami 01, ամենաֆուլ 430 max-ը, Geely Xiaomi Exploration ոչ պլյուսը, պլյուսից մի հատ ցածր 17800-ով ընդամենը ու հունցիները 500, 560 ու 610 կիլոմետր գնացող, էլի գժական ընտրությունն է, այդ ավտոն պրոստը հələ մի քիչ չեմ հասնում այդ ավտոյին, կարծում եմ առանձին մի հատ ռևյու կանենք, ուղղակի որտես մի քիչ աղքատիկ է, ասենք տաքսի քշելու համար է ինքը հենց նախատեսված ու հիմնականում տաքսի տակ է քշում են, մի քիչ տենց հələ հերթի վերջերն է, որտեվ այս գալիք, ոնց ասել էի, գալիքը ելնելու է Geely Xiaomi-ին, իմ բերածը ու Toyota BZX-ը իդեպ այս վերջերս մի հատ է ստացա, մի հատ եկավ, բացի սպիտակից, մի հատ է սև եկավ, ախնդրեմ։ Ու այս ավտոն իրոք գնալով ինձ շատ ու շատ է դուր գալիս, ես իր այդ հարաբերվելով ինքը գին որակով էլի բավական լավն է, Song Plus-ին հաստատ հաղթում է, միանշանակ, դե Song Plus-ը գիտեք, այս ավտոն Song Plus-ից էժան է ու Song Plus-ից լավն է, ես միանշանակորեն դա փաստում եմ։ Փափկությունը մի ուրիշ տիպի լավն է։ Մենք իրան իհարկե առանձին ռևյու-ով շուտով կանդրադառնանք, բայց վազելով առաջ իր պլյուսերից ասեմ, փափկությունը գժական է, Song Plus-ից 2 անգամ փափուկ է։ Իմ երևի իմ ավտոյի պես, երևի Yuan Plus-ի պես է փափկությունը այդ ավտոյի, շատ լավն է։ Այդ գաբարիտների համար փափկությունը, մանևրելիությունը վերջն է։ Ես չէի սպասում, որ տենց կարա Toyota-ն անի։ Իրոք շատ լավն է, շատ եմ հավանել։ Մեջի սրահը իրոք շատ լավն է, որակայինով, լեյնու բոլով, Song-ին հաղթում է միանշանակ։ Ու ամենակարևոր մեծ պլյուսը իմ համար, ասենք, без ключевой доступը, հարգարժան Վան Չուան Ֆուջան իրականացված է իդեալական Geely Xiaomi Galaxy 5-ի պես, այսինքն դու հենց մոտիկանում ես ավտոյին, всё, դռները միանգամից 4-ն էլ բացվում են։ Դու ոչ բանալի ես, հանում ոչ կնոպկա ես սեղմում, ես տապորավարի ես BYD-ի մոտ, Yuan Plus, Song Plus։ Մոտիկացա դռները բացվեցին, հեռվացար,
Դռները փակվեցին։ Всё, այսինքն ավտոն բացելու, ավտոն փակելու մասին դու չես մտածում առհասարակ։ Մոռանում ես։ Ավտոն ամեն ինչ ինքնուրույն անում։ Դժվար է ասենք այդ ֆունկցիան դնել ձեր BYD-ների վրա, Հարգարժան Վան, Հարգարժան Վոլգանգ Էգերջան, խնդրում եմ։ Ասենք եկա մեծ կամպանիա եք էլի, ասենք միլիոն 300, միլիոն 400 տարեկան ծախում եք։ Թանկ բան չի էլի այդ բեսկուչևի դոստոպը, որ Toyota-ն էլ կարաց է դնի, ասենք Geely-ն էլ կարաց է դնի ավտոների վրա։ Խնդրում եմ էլի, ասենք այս մի հատ կնոպկի են աբսուրդ է, ասենք էլի կամ գոնե 4 հատ կնոպկա դրեք, գոնե էլի ձեր ավտոների վրա։ Մեկը вообще աբսուրդ է, ասենք քմա որ դառնա։ Բայց լավ կլինի, ասենք, որ այդ ռուչկաները ուտոպ լինեն, ասենք, ավտոյի ներս մեջ մտած լինեն, ոչ թե ասենք դուրս անգած sense 90-ականների պես տապորավարի։ Ու իրանք բացվեն, ոնց որ Toyota, Geely բացվեն, երբ որ մենք մոտիկանում ենք ավտոյին, բանալին չհանելով առհասարակ, մոռանալով բայանելի գոյության մասին։ Խնդրում եմ ձեզ տենց արեք, էլի, դա ճիշտն է, դա լավն է, դա ժամանակակից է, դա հարմար է։ Ասենք մի քանի անգամ ավտոյի արժեքը օրինակ իմ աչքերում բարձրանա ու շատ-շատերի աչքերում այդ բեսկուչևի դոստոպը եթե իրականացված լինի տենց գժական ճիշտ ձևով, այլ ոչ թե ամենատապորավարի ու սխալ ձևով, ոնց որ ձեր մոտ է։ Հարգարժան Վան, Հարգարժան Վոլգանգ։ Մի խոսքով Ժորժ ջան, գալիք ռևյուները Geely Geomi ու Toyota BZ3X, դա Yuan Plus-ը իմ բերած արդեն արել եմ, խնդրեմ, բավական լավ է ստացվել, մեծ ծանոթացեք։ Ու ոնց որ թե այսօր այսքանը դե Viber, WhatsApp գիտեք հասնում է հնարավորինս կարճ ժամկետներում 40-ից 50, 60 օր մաքսիմում, 20 օրում էլ կարող հասնի կապված թեթև հավելավճարի հետ։ Ամենաեժան գինը Չինաստանից գրեթե ինքնարժեքով եք ձեռք բերում, Viber, WhatsApp, ընդհանրապես բաժանորդագրվեք, ակտիվ եղեք, ալիքը զարգացնենք, լիքը մարդ անտեղյակ է գժական մեքենաների մասին, էլի գնում է i2, Song Plus, չգիտեմ այնտեղ Լիսյան, ասենք չիմանալով գժական ու լավ մեքենաների մասին, որոնք շատ ավելի էժան են, շատ ավելի լավն են, շատ ավելի պրակտիկ են, էժան են պահվում։ Մի խոսքով մարդկանց ներկայացնենք, հայությանը ներկայացնենք լավ էլեկտրոմոբիլներ, որ կատարեն մարդիկ ճիշտ ընտրություն ու իրենց փողը քամուն չտան գնալով մեծամասնության կողմից ընտրած ավտոների վրա, որովհետև մեծամասնությունը նշի որ ճիշտ է։ Մարդիկ չիմանալով են գնացել կամ ոչ թե չիմանալով, այլ ասենք այդ ժամանակ ուրիշ տեսականի չկար, ասենց ասեմ, հա։ Այդ ժամանակ այդ են գնել։ Song Plus են գնել, Nissan են գնել, չգիտեմ, Tesla են գնել։ Բայց հիմա այնքան գժական ավտոներ կա, տեսական այնքան մեծ, այնքան լավ, ավելի էժան, ավելի ֆունկցիոնալ, ավելի հարուստ, ավելի հարմար, ավելի հզոր ավտոներ կան ժողովուրդ ջան այդ գնով, որ այդ գնացած այդ Երևանում վարվող ավտոները ամեն քայլափոխին արդեն գին որակով լավը չեն։ Նրանք արդեն կոնկրետ զիջում են, ասենք Song Plus-ը զիջում է, ասենք Jeep-ին, Toyota-ին, Geely-ին, ասենք մի ուրիշ տիպի զիջում, ասենք Leopard-ին, ասենք իր սեփական Ֆանչամբաու, էլի նույն BYD-ն է, բայց էլի զիջում է մի ուրիշ տիպի։ Այդ Song Plus-ը մոռացեք, մի գնեք այդ գնով Song Plus։ Mazda կա այդ գնով, Mazda, Toyota կա այդ գնով։ Այդ Toyota մի բանը էժան է, 26000 է։ Ասենք 26000 Toyota գժական է, ավելի փափուկ։ Ասենք լուրջ Song Plus կառնեք, ասենք 27.5-ով, եթե 26-ով Toyota կա, եթե 27.5-ով Mazda կա, 25.5-ով Leopard 3 կա։ Ասենք յանտվեք այդ Song Plus-ից, ձեր փողը տանում եք քամուն եք տալիս։ Էդի 23 թվին էր ինքը լավ ավտո, հիմա 25 թիվն է։ Այլ ընտրանքներ այնքան շատ են, որ ինքը իր դիրքերը զիջել է մի ուրիշ տիպի, ինքը ռեյտինգի ներքևում է։ I2-ը вообще ռեյտինգից դուրս է, այդ ավտոն մի առեք։ Էդի մահվան մեքենա է։ Իր մեջ մահանալու հավանականությունը 50% ավել է, որտեղ 2 անվտանգության բարձիկ է 6-ի փոխարեն։ Ասենք դուք ձեռ եք առնում Հարգարժան Վան։ Մի հատ խնդրում եմ վերանայեք ձեր մոտեցումը կապված I2-ի հետ, էդի կոնկրետ խայտարակությունն է, մի հատ խարանա, խայտարակության խարանա BYD ճակատի վրա։ Ասենք ինչ I2, ասենք, լավ չեք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ չխափնվել, ձեր փողը քամուն չտալ, կատարել ճիշտ ընտրություն, անիմաստ տեղը ավել փող չտալ, դուք կարող հանգիստ անիմաստ տեղը մի քանի հազար դոլար ավել փող տաք, թե սրահին, թե սխալ ընտրած ավտոյին։ Ասենք ինչու։ Այդ փողը պահեք, գնացեք, հանգստացեք, ձեր տունը շինացրեք։ Ես ես հավաստիացնում եմ մինիմալ գումարով 18000-ով այս բյուջետային սեգմենտը կամ 20000-ի շուրջ, էլի լիքը լավ ավտո կա 23-ով, вообще լիքը լավ ավտո կա 27-ով, մինչև 27։ Էլի լիքը լավ ավտո կա Toyota, Mazda, Jeep, Geely, ասենք ինչ ուզես, ինչ ասես։ Ես ես խնդրում եմ փողը քամուն մի տվեք, կատարեք ճիշտ ընտրություն ու դիմեք ինձ։ Շնորհակալ եմ։ Եթե այսօր այսքանը, եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաուիկը։ Կհանդիպենք։
Բաղ